Աշխարհում անցել են այսպիսի մոդելի, որ մասնագետների ներկայացմամբ, որ սահմանային առաջին կետերում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք վերահսկում են մինչև 25 կիլոմետր խորությամբ հակառակորդի կամ սահմանակցի շարժը եւ կարողանում են որոշ ժամանակ կանխարգելիչ տեղեկություն տալ, որպեսզի հիմնական ուժերը դուրս գան պաշտպանական դիրքեր։ Այսինքն, ինչպես բացատրում են մեզ մասնագետները, պոստային համակարգից աշխարհը սկսում է անցում կատարել խելացի սահմանի, սահմանը կատարում է տեղեկատվական առումով, տեղյակ է պահում կենտրոնական շտաբերին, որ կա տեղաշարժեր եւ այդ ժամանակ նոր այնտեղ գործողվում է հատուկ խմբեր։ Իհարկե, ես մի քիչ պարզեցված ասեցի, մասնագիտական առումով Ավանեսյանը կներկայացնի, թե ինչպես է դա աշխատում, բայց դրա հիմնական նպատակը, որ զորքը զինվորները հիմնականում վերապատրաստվեն եւ պոստեր բարձրանան, դիրքեր բարձրանան միայն այն ժամանակ, երբ որ պետք լինի, այսինքն պոստերում մշտական տեղակայվող զինվորների թիվը կչանա, այդ ուղղությամբ տեղեկատվական ինֆորմացիոն հարցերը կլուծի արդեն տեխնիկան, սարքավորումները։ Այստեղ գտնվում է նաև մի ընկերության ներկայացուցիչ, կան մի քանի նկատառումներ, բայց նրանց հետ բանակցում ենք, որպեսզի մեկի երկիր մեր տարածաշրջանում արդեն իրենց հետ ունի պայմանագիր Մերձավոր Արևելքում։ Եվ մենք բանակցում ենք, որպեսզի մեր երկրին էլ տրամադրվի այդպիսի հնարավորություն խելացի սահմանի տեխնիկական միջոցների պայմանագիր։ Շագրերը ստորագրվեցին, սակայն հունիսի 7-ը դեռ չի եկել։ Ինչ կարող եք ասել, մինչև դա փորձագիտական խմբերը որքան ժամանակ կմնան Հայաստանում, ինչ գործողություններ կկատարվեն, իրենց փորձառությունը արդյոք արդեն իսկ ունեն թեկուզ որոշակիորեն փոխանցելու հնարավորություն, ՊՆ-ի հետ կամ չգիտեմ, մասամբ համագործակցության հնարավորություն, եզրեր տեսնում եք թե ոչ։ Շատ կարևոր է քաղաքական կամքը, պաշտպանական համակարգի վերափոխման քաղաքական կամքը։ Այսօր մենք տեսնում ենք, որ ավելի շատ կա ցուցադրական կամք, քան թե խորքային, բայց ամբողջ անալիզը եւ առաջարկների փաթեթը պատրաստ են եւ process-ի մեջ են, այսինքն մինչեւ ընտրական process-ները մենք հիմնական հիմքերը ունենալու ենք, որը կներկայացնենք արդեն կիրագործենք ընտրական process-ներից հետո հողի վրա։ Պարոն Կարապետյան, ինչ հուշագրեր ստորագրվեցին այսօր, կխնդրեմ փոքր մանրամասնեք, ինչով էին դրանք կարևոր։ Հիմնականում ընկերություններից մեկը զբաղվում է հատուկ ջոկատայինների վերապատրաստմամբ, ծովային հետևակ, հատուկ ջոկատայիններ, Աֆղանստանի պատերազմի հետ կապված մասնագիտական խմբերին եւ տարբեր երկրներին այդպիսի ծառայություններ է տալիս։ Մենք ստորագրեցինք, որպեսզի հետագայում մեր բանակում էլ այդ վերապատրաստման դասընթացները, վերապատրաստման կուրսերը շատ արագ մենք կարողանանք իմպլեմենտացնել։ Հունական ընկերությունը նույնպես վերապատրաստման ընկերություն է, սակայն ավելի լայն ֆորմատով, ոչ միայն հատուկ ջոկատայինների, այլ ընդհանուր զորատեսակների։ Հիմնականում հետևակ է։ Վայրի ընտրությունը ինչով էր պայմանավորված, մենք իհարկե գիտակցում ենք, բայց կխնդրենք եւս մեկ անգամ դուք ներկայացնեք եւ ինչ անել, որպեսզի հաջորդ տարի մենք չունենանք օկուպացված տարածքներ եւ ջերմուկը ազատագրվի այն հատվածը, որը փաստորեն Թշնամու տիրապետության տակ է արդեն 2-3 տարի։ Ջերմուկը խորհրդանիշն է խաղաղ Հայաստանի։ Երբեք սահմանային չի եղել։ Այսօր դարձել է սահման։ Սա ցույց է տալիս մեր մարտահրավերների լրջությունը։ Տուրիստական հայկական կենտրոնը 2-3 կենտրոններից մեկը դարձել է սահմանային։ Եվ ավելին այստեղ հակառակորդը առաջ է եկել Երևանի չափ մոտավորապես տարածք, առաջ է եկել հայկական սուվերեն տարածքում։ Սա է հենց ցուցանիշը հայկական վերջի 8 տարիների դիվանագիտական ձախողումների, սխալ դիվանագիտության, ջերմուկի տարածքները եւ հայկական մյուս տարածքները, թե Վարդենիսում, թե Կապանի շրջակայքը վերադառնան Հայաստանին դիվանագիտության միջոցով, քանի որ դրանք հայկական սուվերեն տարածքներ են։ Մենք տեսնում ենք դրա հնարավորությունը ուժեղ բանակցողը տեսնում է։ Պարոն Կարապետյան, կրկին ուշագրերի մասին, դրանք հողի վրա իրականություն կդառնան միայն այն դեպքում, երբ
կարգ իշխանության, թե ամեն դեպքում հանուն ուժեղ Հայաստանի պատրաստ եք դրանց իրականացումը փոխանցել այլ ուժի։ Մենք վստահ ենք, որ մեզ կվիճակվի այն բախտը, որ մեր երկրում անել անվտանգային այդ մեծ փոփոխությունը, որը կբերի թե զինվորների անվտանգության բարձրացման, թե նաև մեր ընդհանուր դիվանագիտության արդյունքում նաև քաղաքացիական կյանքում մեծ փոփոխությունների, այսինքն այսօր Հայաստանի բնակչության կեսից ավելին ամենամեծ վտանգը տեսնում է երկրի անվտանգությունը, առաջնային խնդիրը տեսնում է երկրի անվտանգությունը։ Սա երկրի ղեկավարության վարած թույլ քաղաքականության արդյունք է, 3 պատերազմների սխալ վարած արտաքին քաղաքականության շնորհիվ բերված 3 պատերազմների արդյունք է եւ մեր թիմին հայության այն պրոակտիվ հատվածին, որ ուզում է փոփոխություններ, որը չի ուզում համակերպվել թույլ լինելու հետ, հնարություն է տրվելու, ես կարծում եմ, ու մենք վստահ ենք, որ այդ պատմական փոփոխությունը կատարենք։